Բարի տոնական երեկո սիրելի հեռուստադիտողներ, ամանորին մնացել են հաշված ժամեր, շուտով միասին կդիմավորենք նոր 2026 թվականը, որը վստահ եմ լինելու է նոր հաջողությունների և հաղթանակների տարի։ Իսկ մինչև այդ չենք մոռանում քննարկել կարևոր թեմաները, ներկայացնեմ իմ առաջին հյուրին, տաղավարում է ծնողի կողքին հաղորդման հաղորդավար լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Բարի երեկո Տիկին Գևորգյան, ուրախ եմ, որ այս ամանորյա եռուզեռի մեջ հասցրել եք և հյուրընկալվել եք մեր տաղավար։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ հյուրընկալելու համար, ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս տաղավարում և ձեր հյուրը լինել, ասեմ, որ շատ լավ տրամադրվածությամբ եմ եկել։ Հասցնելու եք ամեն բան, թե ձեր ժամանակից շատ ենք խլում։ Չէ, ամեն բան հասցնելու եմ հավուր պատշաճի կատարել։ Հրաշալի է։ Եկեք սկսենք նրանից, թե ինչի հետ եք մշտապես ասոցացնում նոր տարին, ամանորը, ու որն է ամանորի հետ կապված ձեր ամենաջերմ հիշողությունը։ Ոյ, մանկության հետ երևի թե, հիշում եմ, որ ամեն տարի պապիկս, տատիկս, նվերներ էին պատրաստում մեզ համար, մի ուրիշ ուրախություն էր երևի թե, միգուցե իմ մանկությունն է եղել, դրա համար է ինձ այդպես թվում, բայց շատ հիասքանչ մանկություն ենք ունեցել և հիմա երբ գալիս է այս նոր տարվա տոները, ես անմիջապես իմ մանկությունն եմ հիշում։ Պատահական չէ, որ խոսեցիք մանկության մասին, որովհետև այսօր առավելապես քննարկելու ենք երեխաներին, իրենց զգացողությունները ու հետաքրքիր է այս առումով, որպես մասնագետ արդեն ձեր գործընկերների հետ հաղորդման շրջանակներում էլ վստահ եմ, որ հասկացած կլինեք, ավելի շատ երեխաների մոտ տարեվերջը, ամանորը դրական էմոցիաներ է արթնացնում։ Այո, շատ։ Երեխաները պատկերացրեք արդեն 1 ամիս առաջ իրենք սպասում են և ամեն պարապմունքից առաջ ասում են, գիտեք ընկեր Կարինե, մենք արդեն նամակ ենք գրել ձմեռ պապիկին և ասում եմ, ինչ եք ուզել և ամեն մեկը իր սրտի այդպես ուզած է, ասում է, որ պապիկս գրել, օգնել է ինձ, որ ես գրեմ, ով գրել չգիտի, և հիմա ծնողները շատ ավելի գեղեցիկ են այդ ամենը կարծես կազմակերպում, ծրարը տանում են, գցում են արկղիկի մեջ, շատ պատկերավոր է կարծես երեխաների մոտ և հեքիաթային է, ինձ այդպես է թվում, նրանք սիրով սպասում են երեխաները, հատկապես խնդրով երեխաներին պետք է շատ խրախուսել, որպեսզի նրանք երազներով ապրեն։ Անդրադառնանք արդեն ավելի ձեր բուն մասնագիտականին, ամանորը երեխաների խոսքի զարգացման մասով որքանով է կարևոր և քանի որ ծնողները հենց այդ տոնական օրերին հասցնում են տանը լինել և երեխաների հետ ժամանակ անցկացնել, ինչ խաղեր խորհուրդ կտաք, որ երեխաների հետ խաղան այդ ընթացքում։ Տեսեք, մենք ծնողի կողքին հաղորդաշարի ժամանակ միշտ հաղորդման վերջում ցուցադրում ենք, թե տնային պայմաններում ինչպես պատրաստեն զարգացնող խաղեր և միշտ խորհուրդ ենք տալիս, որ բնավ կարիք չկա թանկարժեք խաղեր գնել, այլ հենց իրենք կարող են իրենց ձեռքով պատրաստել և ուրեմն խաղալ իրենց բալիկների հետ։ Եվ ամենակարևորը ստեղծել ջերմ ընտանեկան մթնոլորտ, այսինքն ոչ թե միայն երեխային նստեցնել հեռուստացույցի դիմաց, այդպես նայի երեխան և իրենք չզբաղվեն երեխաների հետ, այլ տատիկը, պապիկը, հայրիկը, այ բոլորով երեխայի հետ խաղան խաղեր տարբեր, նույնիսկ կարող են ուղղակի տնային պայմաններում ծեփամածիկ պատրաստել և ուրեմն երեխայի հետ այդպես գեղեցիկ ինչ-որ մոմ դնել վրան, երգել տարեդարձը, այդպես ջերմ մթնոլորտ լինի, տաքուկ մթնոլորտ լինի երեխայի համար, սա շատ կարևոր է։ Խոսենք նաև ծնողի կողքին հաղորդման մասին, ինչ տվեց հաղորդումը ձեզ և հեռուստադիտողին անցնող տարվա ընթացքում։ Ոյ, ինձ շատ, գիտեք, ես երազել եմ ամբողջ կյանքում լինել դերասանուհի, այդպես խաղալ կինոներում, թատրոնում և այդպես չստացվեց և այնպես ստացվեց մոտ եղավ մի փոքր, հաղորդավարուհի Էկրանին եղաք էկրանին, մի փոքր դժվար էր սկզբում, բայց արդեն շուրջ 2-րդ տարին է հաղորդումը վարում ենք և ծնողների կողմից շատ մեծ արձագանք է ստանում, որովհետև ծնողները հնարավորինս իրազեկվում են, ինչպես մեծացնել իրենց բալիկներին, որովհետև շատ հաճախ բալիկները ծնվում են առանց որևիցե մի խնդրի, ծնողներն առանց գիտակցելու երեխաներին, այդպես ասած,
դարձնում են խնդրով, հա, այսպես ասեմ, ու շատ հետո որ ասում են չենք իմացել, մենք իրազեկված չենք եղել։ Իսկ նման հաղորդաշարերի շնորհիվ շատ ուրախ եմ, որ Նուր TV-ում նման հաղորդաշար է ուրեմն եթեր գնում։ Կենսական կարևորության Այո, եւ ծնողները շատ մեծ արձագանք են ստացել ծնողների կողմից, բոլորը գոհունակություն են հայտնում, որ նույնիսկ խաղերը ինչպես պատրաստ են տանը, որ տարիքային խմբի համար ինչ խաղ գնեն, դրա մասին էլ ենք խոսել եւ դա էլ է շատ կարեւոր։ Նույնիսկ գնում են մանր խաղեր, որը չի կարելի փոքրիկներին, ու շատ դեպքեր են լինում վնասում են փոքրիկները վնասվում են այդ մանր խաղերը օգտագործելուց։ Իսկ մենք մեր եթերների ժամանակ ասում ենք, իրազեկում ենք, թե ինչպիսի խաղեր ուրեմն գնեն ծնողները։ Շատ լավ, դե ձեր հաղորդմանը երկարատև ընթացք եմ մաղթում եւ ամփոփելով մեր զրույցը մի քանի բլից հարց կուզեի ուղղել ձեզ։ Առաջինը անցնող տարին ամփոփեք մեկ բառով։ Հիասքանչ։ Ամանորը մեկ բառով։ Գեղեցիկ։ Իսկ առանց ինչի չեք պատկերացնում ամանորը նոր տարին։ Առանց ընտանիքի։ Ամենասիրելի ամանորյա ուտեստը։ Ոյ, դժվարանում եմ։ Երևի Շատ են, չէ՞։ մայրիկիս պատրաստած թխվածքաբլիթները։ Շատ լավ, եւ վերջում ինչ կմաղթեք հայ ժողովրդին 2026 թվականին։ Ես կմաղթեմ հայ ժողովրդին, որպեսզի բոլոր բալիկները ծնվեն առողջ եւ ինչպես նախկինում էր, մենք լոգոպեդներս աշխատում էինք միայն այնպիսի երեխաների հետ, որոնք ունեն հնչյունների հետ կապված խնդիրներ, եւ ես կուզեմ այս տարի միայն ու միայն բալիկները ծնվեն առողջ եւ որևիցե ընտանիքում չլինի ինչ որ մի խնդիր եւ ամենակարևորը Հայաստանից լինի խաղաղություն։ Շնորհակալ եմ ջերմ զրույցի եւ հատկացված ժամանակի համար, ձեր գալիք ամանորն էլ շնորհավորում եմ։ Ես էլ եմ շնորհակալ, ձերն էլ եմ շնորհավորում, եղեք առողջ եւ երջանիկ։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում ենք ծնողի կողքին հաղորդման հաղորդավար լոգոպեդ Կարինե Գևորգյանի հետ, իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աննա Կոստանյանը։